Թեև եվրոպական երկրների մի մասն ընթանում էր ամբողջատիրական և տիրազորական վարչակարգերի ուղիով, սակայն առաջատար երկրների հիմնական մասը հավատարիմ մնաց ժողովրդավարությանն ու ազատական վարչակարգերին։ Ազատական վարչակարգի բնորոշ հատկանիշներն են իշխանության տարանջատումն օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների պահպանումը, հանդուրժողականությունը կրոնի ու հավատքի նկատմամբ, մամուլի ազատությունն ու գրաքննության բացակայությունը, համընդհանուր ընտրական իրավունքը, հասարակության մեջ տարբեր քաղաքական և հասարակական հայացքների գոյությունը, շուկայական տնտեսությունը և բաց սոցիալ-տնտեսական համակարգը։ 20-րդ դարի ազատական վարչակարգերի առանձնահատկություններից է նաև հասարակության համընդհանուր ժողովրդավարացումը, քաղաքացիների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձր զարգացած տնտեսությունը։ Ազատական երկրների շարքին են դասվում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, սկանդինավյան երկրները, Կանադան և այլն։ Մեծ Բրիտանիա իր ծաղկման գագաթնակետին գտնվող բրիտանական կայսրությունը 1919 թվականին զբաղեցնում էր երկրագնդի ցամաքային տարածքի մոտ քառորդ մասը, 37,2 միլիոն կիլոմետր, ներառելով աշխարհի բնակչության շուրջ 1/4-ը, 462,6 միլիոն մարդ։ Կայսրության տիրույթները կառավարման տեսանկյունից բաժանվում էին 3 խմբի՝ դոմինիոններ, որոնք սկզբնապես բնակեցված էին հիմնականում եվրոպացիներով և ձգտում էին ինքնակառավարման, գաղութներ, որտեղ ոչ բրիտանական ծագում ունեցող բնակչությունը կառավարվում էր մետրոպոլիայից եկած պաշտոնյաների կողմից, բրիտանական պրոտեկտորատի տակ գտնվող տարածքներ ու մանդատային տարածքներ։ Մեծ Բրիտանիան իշխում էր ազգերի լիգայում և առաջինն էր միջազգային համակարգը վերահսկող մեծ քառյակում։ Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքի կարևորագույն իրողությունը երկուսակցական համակարգի ճգնաժամն էր։ Նախկինում պայքար ընթանում էր պահպանողական և լիբերալ կուսակցությունների միջև։ Աշխարհամարտից հետո վերջինիս դիրքերը սկսեցին թուլանալ։ Զուգահեռաբար իր դիրքերն էր ամրապնդում լեյբորիստական կուսակցությունը, ջանալով փոխարինել լիբերալ կուսակցությանը։ Լիբերալների որոշ կարգախոսներ չէին համապատասխանում ստեղծված իրադրությանը, իսկ մյուս մասը յուրացրել էին լեյբորիստներն ու պահպանողականները, լիբերալներին զրկելով ավանդական ընտրողներից։ Առաջին աշխարհամարտից հետո տարածքային մեծ ձեռքբերումներ ունեցավ նաև Ֆրանսիան։ Ֆրանսիայի անդրծովային տիրույթները երկու տիպի էին՝ պրոտեկտորատներ ու ենթամանդատային տարածքներ, գաղութներ։ Ֆրանսիան ազդեցություն ուներ նաև արևելյան Եվրոպայի որոշ պետությունների նկատմամբ՝ Լեհաստան, Հարավսլավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, սակայն նրա արտաքին քաղաքականությունը գտնվում էր Բրիտանիայի ստվերի ներքո։ Ֆրանսիայում առկա էր քաղաքական ուժերի մեծ տարասեռություն՝ ծայրահեղ պահպանողականներից մինչև սոցիալիստներ, սոցիալ-դեմոկրատներ և կոմունիստներ։ Կառավարությունները ձևավորում էին տարբեր կուսակցությունների դաշինքների հիման վրա, սակայն միշտ չէ, որ դաշինքի անդամների շահերը համադրելի էին։ Դրանով էր պայմանավորված կառավարությունների հաճախակի փոփոխությունը։ Քաղաքական անկայունության պայմաններում Ֆրանսիայում նույնպես ստեղծվեցին ֆաշիստական կազմակերպություններ և կուսակցություններ։ 1927 թվականին նախկին ճակատայիններից ստեղծվեց ֆաշիստների ռազմականացված մի կազմակերպություն՝ Մարտական խաչերը, իսկ արդեն 1930-ական թվականների սկզբներին զգալի համբավ ձեռք բերեցին ֆրանսիստները։ Իր ժամանակաշրջանից առաջ անցած ժողովրդավարական նախագահ Վուդրո Վիլսոնի գաղափարները կիրառում գտան Եվրոպայում և հետպատերազմյան միջազգային հարաբերություններում, սակայն ԱՄՆ-ում նրա հետևորդները գնալով նվազում էին։ Արդյունքում 1921-ից 1933 թվականների նախագահական պաշտոնը վարում էին հանրապետական գործիչները։ 1920-ական թվականներին տեղ գտած տնտեսական վերելքը լավատեսություն էր ներշնչում ամերիկացիներին։ ԱՄՆ-ի բարգավաճման ժամանակաշրջանի նախագահ Քուլիջը մի առիթով նշեց. նա, ով կառուցում է գործարան, տաճար է կառուցում։ ԱՄՆ-ի նախագահը նկատի ուներ, որ գործարանի կառուցման շնորհիվ բազմաթիվ մարդիկ աշխատանք են ստանում և ապահովում իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքը։ ԱՄՆ-ում մեծ ընդունելություն գտավ հավերժական բարգավաճման գաղափարը։ ԱՄՆ-ի ստեղծման պահից այն միտքն էր արմատավորվում, որ այստեղ չեն կարող լինել ազգային, կրոնական և դասակարգային հակամարտություններ, որ կարգելակեին բարգավաճման գործընթացը։ Ամերիկացի պրոֆեսոր Քարվերի կարծիքով փայատիրական կապիտալի ու փայատերերի թվի արագ աճը տանում է դեպի խաղաղ տնտեսական հեղափոխություն։ Ձեռնարկությունում աշխատող բանվորներ դառնում են դրա համատերեր և ջնջում է ձեռնարկատերերի ու բանվորների միջև տարբերությունը։ Նրա կարծիքով տեղի է ունենում հարստության խաղաղ վերաբաշխում։
Արտաքին քաղաքականության բնագավառում ԱՄՆ-ը որդեգրել էր մեկուսացման ուղին։ ԱՄՆ-ը չանդամակցեց ազգերի լիգային իր առաջնահերթ շահերն ամրագրելով Վաշինգտոնի համաձայնագրերում։ Սակայն ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը միջամտում էր գերմանական փոխհատուցումների խնդրին։ Մեկուսացման քաղաքականությունը ավանդական էր դարձել ԱՄՆ-ի համար։ Նա հեռու էր Եվրոպայից եւ չուներ սպառնալիք ներկայացնող ուժեղ հարևաններ։ Սա թույլ էր տալիս հեռու մնալ դիվանագիտական բարդացումներից, սակայն աշխարհում ԱՄՆ-ի դերի մեծացմանը զուգահեռ այս քաղաքականությունը խնդիրներ էր առաջացնում։